Ի՞նչն է ավելի լավ. բնակարան վարձել 22-ում, թե մնալ տանը։ Դավիթը համալսարանից հետո մնաց ծնողների մոտ։ Մայրը պատրաստում է ուտելիք, վարձը 0։ Փողը կուտակվում է։ Վահեն հավաքեց իրերը ու վարձեց մի սենյականոց բնակարան քաղաքի ծայրամասում։ Սեղմ է, թանկ է, բայց նրա տարածքն է, նրա կանոնները։ Դավիթը 1 տարվա ընթացքում խնայում է իր աշխատավարձի կեսը։ Մայրը միշտ հարցնում է. ուր է, երբ կգա։ Երբեմն նյարդայնացնում է, բայց դիմանում է։ Վահեն վճարում է վարձ, կոմունալներ, սնունդ։ Ամսվա վերջում գրեթե 0, բայց ոչ ոք չի անհանգստացնում իրեն։ Դավիթը 24-ում վերցնում է հիպոթեք, նախնական վճարմամբ։ Չի վարձում, միանգամից իրենն է։ Վահեն 24-ում դեռ վարձով է ապրում։ Փողը գնում է ուրիշի գրպանը, ամեն ամիս։ Բայց Վահեն սովորեց պատրաստել, նորոգել ծորակը, վճարել հարկերը։ Սխալները իրենն են, հաղթանակները նույնպես իրենը։ Դավիթը մտնում է իր բնակարան ու չգիտի ինչպես կանչել սանտեխնիկի։ Վահեն արդեն 3 տարի է, վարձով է ապրում, հոգնել է, բայց աճել է։ Դավիթը 25-ում տեղափոխվում է իր բնակարան։ Խնայել է, բայց 2 տարի ապրել է ոչ ամբողջությամբ իր կյանքով։ Ով հաղթեց։ Վահեն ազատությունը, Դավիթը բնակարանը։ Դու որը կընտրեիր։ Գրիր մեկնաբանություններում։